Մեկը ինչքանով է հետո քաղաքացին իրոք ազատ ընտրություն ոնց դու նշեցիր, այսինքն դիմակայունության թույլատման գրեթե ազգային անվտանգության խնդիր է, բավականին մանիպուլատիվ adekvat ավելի մտածված ընտրություն անելը բավականին դժվար է։ Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք մնալ կանաչ ուղեգծի մեջ։ Դուք հիշում եք, որ մենք իրականացնում ենք հաղորդումների շարք, որոնք վերաբերվում են կեղծ նարատիվներին, այդ թվում ապատեղեկատվությանը, որոնք որ դուք կարող եք տեսնել Քաղաքացու ձայնը, մեդիա հարթակի YouTube-յան ալիքում, Facebook-ում եւ այլ սոցիալական հարթակում եւ դրա համար խնդրում ենք բաժանորդագրվել Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի YouTube-յան ալիքին եւ Facebook-յան էջին։ Եվ այսօր մենք հավաքվել ենք խոսելու նորից կեղծ նարատիվների վերաբերյալ եւ այստեղ իմ գործընկերն է Հայկը, ինչպես միշտ։ Այո, այս անգամ մի քիչ ուզում ենք ավելի քանի որ նախընտրական շրջանի կոնտեքստում ենք այս քննարկումները ունենում, ավելի խոսել այն միջավայրի մասին, որը ինչ որ ձև նպաստում կամ խոչընդոտում է քաղաքացիներին ազատ կերպով մասնակցել ընտրություններին ու ինչ գործոններ են ընդհանրապես ազդում այսօր համայնքներում մարդկանց վերաբերմունքի, պատկերացումների վրա ընտրությունների հետ կապված եւ ինչպես դա ի վերջո կարող է նաեւ վերջում ազդել մարդկանց հենց վարքագծի վրա ընտրություններին գնալ չգնալու կամ որոշակի ընտրություն կատարելու տեսանկյունից եւ այդ առումով շատ հաճելի զրուցակիցներ մենք ունենք այսօր մեր շատ լավ գործընկերները Արփինեն Երիցյան, Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն կազմակերպության նախագահը եւ Ռիփսիմեն Քոչարյան, հաջողակին հասարակական կազմակերպության նախագահը։ Շատ մերսի, որ այստեղ եք ու շատ մերսի, որ այս զրույցին ցանկացաք մասնակցել։ Ինձ թվում է Կարնի արդեն մոտենում ենք բուն քարոզարշավին ու նախընտրական շրջանը մեծ հաշվով շուտվանից է սկսվել ու շատ ակտիվ է ընթանում Հայաստանում։ Կուզենամ մի քիչ սկզբից սկսենք հասկանալ ձեր տպավորությունները, թե Հայաստանի տարբեր համայնքներում մարդիկ ինչ տրամադրություններ ու ինչ վերաբերմունք ունեն ընտրությունների հետ կապված։ Ինձ թվում է ես տեսնում եմ շատ քաղաքականացված իրականում քննարկումներ, սպասումներ, ակնկալիքներ, բայց նաև որոշակի անորոշություն, ինչ որ տարբեր կողմերից իրար հակադրվող նարատիվներ են, որոնց որ մարդկանց ինչ որ տենց անորոշ ու միգուցե նաև մի քիչ տագնապային վիճակի մեջ են դնում։ Հետաքրքիր է, ինչ եք տեսնում դուք։ Արփինե, կարանք քեզանից սկսենք։ Շատ լավ, նախ շնորհակալություն կանաչ ուղու տաղավարում ուրախ եմ շատ հյուրընկալվելու համար։ Այո, քարոզարշավը սկսել է, թեպետ պաշտոնական մեկնարկը կունենանք մայիսի 8-ին, բայց շատ ավելի վաղ ժամանակահատվածում ունենք ակտիվացում քաղաքական դաշտում, քաղաքական ուժերի եւ այս ընտրությունները, բացի այն, որ վերջապես վերջին 18 թվականից այս կողմն է առաջին հերթական ընտրություններն են լինելու եւ այդ առումով իրենք ահագին տարբերվում են նաեւ ընտրությունների այս նախնական փուլը կամ քարոզարշավի փուլը, նախաքարոզարշավային փուլը բնորոշող միջավայրն է ահագին տարբերվում, շատ է ինֆորմացիոն աղմուկը եւ դուք խոսեցիք համայնքներում տիրող իրավիճակի մասին, այն ես տեսնում եմ գոնե նույնպես բնակվելով համայնքներում ու շատ շփումներ ունենալով նաեւ այլ մարզերի համայնքային միջավայրի բնակիչների հետ, այս խլրտումները, եթե կարող եմ այդպես ձևակերպել, ավելի շատ տեղի ունենում մեդիա դաշտում եւ սոցիալական մեդիա դաշտում, այսինքն համայնքները մի տեսակ ավելի կողքից հետևողի դիտորդի դերում են, բայց տեղեկատվական խտությունը շատ է, ապատեղեկատվությունը շատ է եւ այս ինֆորմացիոն հոսքի մեջ բավականին բարդ է լինելու գիտակցված ընտրություն կատարելու համար քաղաքացիների համար ընտրական ցիկլերի ընդհանրապես կառուցվածք վաղուց փոխվել է եւ քաղաքական ուժերը չեն սպասվում ընտրությունները մոտենալուն
իրենց քարոզարշավ ծավալելուն, կարելի ասել ընտրությունների կայացումի հաջորդ օրվանից սկսած արդեն նոր ընտրական փուլ է սկսվում եւ այն խոսույթները, որ հիմա ակտիվորեն գեներացվում են, իրենք այնպես չէ, որ 1, 2, 3 ամիս առաջ են գեներացվել, դրա նախերկանքը շատ ավելի վաղ կար։ Հիմա ուղղակի սրվում են ավելի սրվել են, ավելի ծայրահեղականացվել են, ավելի սուր երանգներ են սկսել կրել եւ կարծում եմ եթե խոսենք այս գալիք ընտրությունների մասին, բավականին թեժ է լինելու ինֆորմացիոն մակարդակում։ Տակի կոլեգաներից մեկը ասում է հիշեք, որ ընտրությունները Facebook-ում չեն լինելու, իրական կյանքում են լինելու, բայց ամեն դեպքում այդ ինֆորմացիոն աղմուկը, որ դու ասում ես, այդ սոցիալական մեդիա դաշտում, ինքը ինչ որ կերպ ամեն դեպքում ներթափանցում է, չէ, ավելի անձնական միջավայր, շփումներում, զրույցներում, ոչ ֆորմալ, հա, ընկերական, ընտանեկան միջավայրերում մարդիկ քննարկում են այս ամեն ինչը ու եւ այդ տեղեկատվական հարցակումները, ուղղորդումները եւ ավելի հուզական էմոցիոնալ առումով թե ինչա մարդկանց մատուցվում, թե ինչ պետքա մարդիկ զգան այս պահին։ Ինձ թվում է վերածվում է ի վերջո իրական կյանքում շատ շոշափելի բաների։ Այ հետաքրքիր է օրինակ դու նկատում ես, որ ամեն դեպքում on-line դաշտում, մեդիա դաշտում տեղի ունեցող այս քննարկումները նախընտրական շրջանի նաև ինչ որ ձև արտացոլվում են հողի վրա, մարդկանց առօրյայում, մարդկանց իրական կյանքում ինչ որ խոսակցություններում, վերաբերմունքում։ Անշուշտ արտացոլվում են, չի կարող մարդ օրվա մեծ մաս անցկացնել համացանցում եւ այդ չարտացոլի իրական կյանքում։ Այո, աժոտաժը շատ մեծ է, քննարկումները շատ են, տարբեր են ու ցանկացած նույնիսկ անձնական նպատակով, երբ որ հանդիպում ես ինչ-որ մեկին, արդեն ընտրությունների թեման պարտադիր քննարկվում է, կապ չունի խոսում ես աշխատանքից, խոսում ես քեզանից, մեկ է ամեն ինչ թեքվում է դեպի ընտրություններին ու ծայրահեղականացված է։ Հարիփսիմե ջան, այ դու ասացիր, որ մարդիկ ամբողջ օրը, քանի որ հա սոցիալական ցանցերում են, իսկ մենք գիտենք, որ օրինակ սոցիալական ցանցերում են հատկապես այն մարդիկ, ովքեր որ շատ էլի այսպես, ովքեր որ տանն են լինում զբաղվածությունը, ասենք իրենց հիմնականում տնային տնտեսությամբ հա սահմանափակվում եւ դա մեծամասամբ կանայք են լինում, հա, այսինքն քո դիտարկումներով, հա, այսինքն օրինակ ինչպես են հա այդ նարատիվները հենց ազդում կանանց վրա եւ ինչից է որ ազդում են, այսինքն ինչ նարատիվներ կան, որոնք օգնում են, որպեսզի այդ ստեղծված նարատիվները նախընտրական շրջանում կամ ապատեգատվությունը կանանց վրա անդրադառնա։ Ես ամեն դեպքում համոզված եմ, որ այս պարագայում նույնպես կանանց մասնակցություն ընտրություններին էլի ակտիվ չի լինի, որպես կանոն կանայք որքան է համացանցում լինեն, ինչ որ էմոցիոնալ որոշեն արժե այս ընտրությունն անել որևէ քաղաքական ուղղվածություն, ամեն դեպքում շատ կանայք ունենալով ընտանեկան ծանրաբեռնվածություն այդքան էլ չեն կարևորում իրենց ընտրությունը, նախանարատիվ կարող է լինել, որ իմ ընտրությունը ոչինչ չի փոխի։ Հա, բայց եկեք ամեն ինչի չկենտրոնացնենք, հա, միայն սոցիալական ցանցերին, որովհետև ի վերջո սոցիալական ցանցերում, հա, ինչ որ հնչած միտքը նաև գետնի վրա դառնում է, այսպես ասած, նոր խմորումների պատճառ եւ նարատիվները ծնում են նոր նարատիվներ, հա, այսպես ասած։ Օրինակ վերջի օրինակներից մեկը կարող եմ ասել, զուգահեռ կտանեմ երկու նարատիվների, վերջի օրինակներից մեկը դա այն է, որ մամուլում գրվեց, որ Ջիլիզա գյուղը հանձնում են Վրաստանին, հա, Լոռու մարզի Ջիլիզա գյուղը հանձնում են Վրաստանին, եւ մամուլը դրա մասին գրեց, իհարկե շատ էլի թիրախավորումներ, ատելության խոսքեր այդ ամեն ինչը գեներացվեց, բայց տեղում բնակիչ չքայլով, օրինակ ինձ հետ սկսեցին կապնվել Ջիլիզա գյուղի բնակիչներ անհանգստացած, հա, այսինքն մենք կարծես թե այդ մարդկանց, այսինքն ով այդ նարատիվը տարածում է, իրենց պետք է որ իսկապես լինի տագնապ, իսկապես մարդիկ վախենան, այդ վախերը իրենց դրթեն ինչ որ գործողությունների, հա։ Երևի թե խոսենք մի քիչ թե ինչա կատարվում է այդ համացանցից հետո։
ու հետո ոչ միայն համացանցային նարատիվներ, օրինակ այս երկու օրը շատ ինձ հարազատ անձնավորություն ինքը մի հատ մեքենա է նստել, այսինքն որ ճանապարհին գնալուց այլ եւ վերցրել այդ անձին մեքենայով եւ պարզվել է որ մեքենայում մի անձնավորություն ղեկին է, մյուսը կողքին նստած եւ այդ կողքին նստածը սկսել է խոսացնել այդ, ում վերցրել են ճանապարհից եւ նախ ասել են որ մենք Ռուսաստանից ժամանել ենք ամբողջ մեր Գերդաստանով որ մասնակցենք ընտրությունների եւ հիմա աշխատում ենք որպեսզի փրկենք իմիջիալոց այդ անձնավորությունն էլ ուղևորը որի վերցրել են ինքը ոնց որ Արցախից է բայց առաջի պատերազմի ժամանակ ու ինչա ասել երբ որ իմացել ասել այ մենք հենց դրա համար հեսա կհերացնենք իշխանությունները եւ դուք կգնաք ձեր հայրենիքը այսինքն նաեւ այսպիսի նարատիվ են ուղիղ օֆլայն նարատիվ են նաեւ տարածում միայն օնլայն չի նարատիվը շատ աշխատող գործիքներ այսինքն մարդիկ գնում են շրջում են համայնքներով մարդկանց հետ հանդիպում, չգիտեմ ինչ են խոսում, բայց նաև դրան զուգահեռ նարատիվ են, տարածում եւ վերցնենք այն մարդուն, որը 2023 թվականին է, հատկապես օրինակ, չգիտեմ, ժամանել Հայաստան, ինչքան իրեն հաճելի կլինի հավատալ այդ նարատիվին, այսինքն որ մենք էսա եկել ենք ձեզ Ռուսաստանից փրկելու եւ կփրկենք, էլ այսպես ասած։ Իսկ նաեւ մի քիչ խոսենք թե ինչպես է դա այդ ամեն ինչը ընկալում գետնի վրա, էլի։ Ինչ նարատիվներ եք դուք տեսնում։ Ես էլ տենց հատկապես հետաքրքիր կլինի այն նարատիվները, որոնք որ մարդկանց կարող է օրինակ համոզեն, որ պետք չի գնալ ընտրությունների կամ կարող է ընդհակառակը խրախուսեն գնալ ընտրությունների, այսինքն այնպիսի նարատիվներ, որոնք ոչ միայն պայմանավորում են, թե մարդը ում կգնա կընտրի, բայց ընդհանրապես ինչպիսի վերաբերմունք կունենա ընտրությունների նկատմամբ, ինչքանով կվստահի ընտրությունների համակարգին, ընտրական, ինստիտուտներին, ընտրությունների արդյունքներին, կգնա, թե չի գնա, ինչ տենց նարատիվներ եք նկատում։ Խոսույթների, կեղծ նարատիվների տեսանկյունից Հայաստանը ճակերտավոր ասած խնդիր չունի 2018 թվականից շատ ինտենսիվորեն հանույթ են նետվում ամենատարբեր խոսույթները, որոնք գեներացվում են ամենատարբեր հետաքրքրություններ հետապնդող խմբերի կողմից, ինչն է ինձ համար ներկայիս խոսույթների տարբերությունը նախկինում գեներացվող խոսույթներից, դա այն է, որ ընտրությունը բերել հավասարեցվել է գոյաբանական որևէ մի հարցի, այսինքն օրակարգում մենք ունենք ոչ թե հերթական ազգային ժողով ձևավորելու խնդիրը կամ համենայն դեպս դա այդպես չէ լուսաբանվում, այլ ներկայացվում է, որ մենք Հայաստանի լինել չլինելու հարցն ենք որոշում, այս գոյաբանական էկզիստենցիալ խնդիրներ։ Կլինի Հայաստանը կամ չի։ Կլինի Հայաստանը թե չի լինի, ինձ թվում է իմ կանխատեսումները հաշվի առնելով թե ինչքան շատ է հիմա ընտրության թեման բոլորի շուրթերին, ինչքան շատ է դրա կարևորությունը խոսվում, կարծում եմ մասնակցությունը բավականին բարձր է լինելու, եթե խոսում ենք ազգային ժողովի ընտրությունների մասին, որտեղ այս տարի ունենալու ենք նաև տեղական ինքնակառավարման ընտրություններ, զուտ հաշվի առնելով, որ այսքան մեծ ծանրակշռություն է տրվել այս ընտրություններին, հանրային ընկալումներում սա այնպիսի մի ընտրություն է, որին պետք է մասնակցենք։ Իհարկե, վախերը, հանրային վախերը, այս ընտրությունների դրա արդյունքների հետ կապված եւս բազմաթիվ են եւ ամեն օր ամենափոքր դրան սնուցող խոսույթները գալիս են ամրապնդելու այդ վախերը։ Առաջինը, որ այսօր բավականին արդիական է, դա խաղաղության օրակարգի քննարկումն է, առանց քաղաքական ուժերի անվանումներ տալու որոշ դեպքերում քաղաքացու ընտրությունը բերում հավասարեցվում է մենք ընտրում ենք խաղաղություն, թե մենք ընտրում ենք պատերազմ, որոշ դեպքերում ընտրությունը բերում հավասարեցվում է մենք հետ ենք վերադարձնում մեր բոլոր պատմական հողերը ծերից ծեր Հայաստան էս կողմ են կողմ, թե սահմանափակում ենք ունեցածով, խոսույթները ժողովրդին սպիտակ է, էլի այո, սև ու սպիտակ է եւ հենց դա եմ ասում, այսքան էկզիստենցիալ հենք են տալիս ընտրություններին եւ սա իրականում վախի մթնոլորտ է ստեղծում, վախի մթնոլորտում բավականին դժվար է կողմնորոշվել
եւ կշռադատված ընտրություն իրականացնել, որը հարսված չի լինի իրատեսական մոտեցմամբ, թե ինչ քաղաքական ուժին ենք ձայն տալիս, որովհետեւ հավանում ենք այդ ծրագրային այս կետերը, այլ ավելի շատ էմոցիոնալ ֆոնն է լինելու, այսինքն էմոցիոնալ մակարդակում, հոգեբանական մակարդակում, որ քաղաքական ուժի խոստումներն են, ավելի գալիս արձագանքելու մեր հոգուն։ Սա իհարկե բավականին վտանգավոր է, բավականին մանիպուլատիվ է եւ ցավով եմ նկատում, որ ընտրողները ահագին չեն կողմնորոշում այս ինֆորմացիան հոսքի մեջ, անգամ նրանք, ովքեր կողմնորոշված էին նախկինում իրենց ընտրության մեջ քիչ թե շատ, նույնիսկ փաստագրված փաստերի իրենց աչքով տեսածների նկատմամբ արդեն կասկած կա, հա, եւ սա այն փխրունությունն է դաշտի ստեղծում, որը ահագին այս ընտրությունները դարձնում են վտանգավոր։ Ես կարծում եմ այնպիսի մի ընտրություն է լինելու, որ քաղաքացին ինչպիսի ընտրություն էլ որ կատարի, ինքը հայտնվելու է հակառակ, ենթադրենք, իրեն իր կողմից ձայն տրված ուժին հակադիր ուժերի թիրախավորման տիրույթում, այսինքն եթե դու ընտրում ես ճակերտավոր սպիտակներին դու լինելու ես, սպիտակավորումը շատ բան է դարել, էլի նորմալացվել է, նորմալացվել է եւ գիտեք դա վախեցնում է մարդկանց, ոչ ոք չի ուզում լինի թիրախավորված, այսինքն եթե դու ունես X հայացքներ, քեզ դատապարտելու են ամեն դեպքում։ Դու դատապարտման հիմա սա է խնդիրը, որ հանրային տիրույթում մենք մեծ հաշվով նախընտրական փուլում չենք ունենում առողջ քննարկումներ, չեն ունենում ծրագրերի քննարկումներ եւ սա քաղաքացիների վախերի հանրային տիրույթում բացահայտ իրենց կարծիքը հայտնելու խնդրով է պայմանավորված։ Այդ այնքան անհանգստացնում է, երբեմն մենք ինձ թվում է շատ ոնց որ նորմալ ենք ընդունում այն փաստը, որ կա շատ ապատեղեկատվություն, կան կեղծ նարատիվներ, կարծես այդպես էլ պետքա լինի ու հաշվի չենք առնում, որ այս առնվազն երկու տեսանկյունից իմ համար շատ վտանգավոր է սա։ Մեկը ինչքանով է հետո քաղաքացին իրոք ազատ ընտրություն կայացնում, երբ որ ինքը գտնվում է կոնստանտ այդ ապատեղեկատվության հոսքի տակ։ Okay, կարող է ինչ-որ բաներ փաստեր ստուգողները գտան, բացատրեցին, հերքեցին, բայց լիքը բաներ էլ կարող է անցնում են ու չես կարողանում բռնես, չես կարողանում տեսնես, որ իրականում սա հերքվել է, ու այդ նստվածքը, հա, էմոցիոնալ նստվածք է, այսինքն երբ որ քո մոտ անդադ այդ վախի վերաբերյալ, հա, վախը շահագործող նարատիվներ են տարածվում, ի վերջո դա ծանրանում է, որովհետև քո ինֆորմացիոն դաշտը անդադ սնում է այդ վախը, ինչքան էլ հետո ասեն, չէ, իրականում սա կեղծ է, այս ինչը մանիպուլյացիա եւ այլ, այդ էմոցիոնալ նստվածքը մնում է։ Ու դա ինձ չի թվում, որ մենք ունենում ենք ազատ ընտրություն, եթե առաջնորդվում ենք ոնց որ դու նշեցիր, էլի, եթե վախն է մեզ առաջ տանելու ընտրություն կայացնելու հարցում, ես չեմ կարծում, որ դա ազատ ընտրություն է։ Մյուս բանը, որ շատ ավելի ցավոտ է, այդն է, որ քաղաքական գործիչները չեն մտածում, թե այս ամենը ինչ էֆեկտ է ունենում մարդկանց վրա երկարաժամկետ կտրված, իրական մարդկանց վրա։ Ես էլ տենց մի քննարկման էի Կապանի շատ տարբեր մարդկանց հետ, որտեղ քննարկում էինք Սյունիքի վերաբերյալ տարածված նարատիվները ու մարդկանց, ասենք մենք նայում ենք, ասում են, հա Սյունիքը հանձնելու են եւ այլն, այդ մարդիկ, ովքեր ասում են Սյունիքը հանձնելու են, չեն մտածում, որ հիմա Սյունիքում ապրող մարդիկ կան, ոնց որ Ջիլիզայում ապրող մարդիկ կան։ Ինչ են զգում այդ մարդիկ, երբ որ իրանց անդադ ասում են Սյունիքը հանձնելու են։ Ինչ հա դա ինչ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու այդ մարդու վրա, ով որ ապրում է այդտեղ, սովորում է այդտեղ, իր կյանքն է կապում այդտեղի հետ ու իրան անդադ ասում են հանձնելու են։ Իսկ մենք ռեալ չենք գնահատում այդ երկարաժամկետ ազդեցությունը, որ մեր քաղաքացիների վրա այս տեսակի հարցակումները, ճնշումները ունենալու են։ Այս ոնց որ մենք շատ մեծ ենք վնասում, մեր դիմակայունությանն ենք վնասում։ Ինչքանով է մարդ հետո պատրաստ հա իր կյանքը կապել այդ հողի հետ, այդ համայնքի հետ, կառուցել իր կյանքը, եթե անդադ իրան ասում են դες հանձնելու են։ Չգիտեմ, շատ ռիսկային է, էլի էս։ Ես ուղղակի մի կարևոր բան ասեցի Հայկ ջան, որ ինչ որ բաներ են դուրս գալիս, սենց չենք որսում, իրեն գնում են անցնում են։ Դուք պատկերացրեք, քանի օտարերկրյա հա քաղաքացիներ կան, որոնք որ լուրջ, չգիտեմ, բլոգեր են, լրագրող են հռչակված, չգիտեմ, քաղաքական վերլուծաբան են հռչակված եւ երբեմն ազգությամբ հայ նաեւ, որոնք որ ես ուսումնասիրել եմ, հա, այս վերջերս մեկի էջը, ինքը յուրաքանչյուր 1 ժամ
մի հատ սուտ նարատիվ է գրում, շատ կարճ, պրոֆեսիոնալ նստած է ինքը, շատ կարճ սուտ նարատիվ է գրում մի հատ, երկար էլ չի, վերլուծություն չի, շատ ու ինչքան հայկական մամուլում լրատվամիջոցներ կա, դա անդադ տպում, այսինքն ժամը 1 իր խոսքը տպում են, տարածում են հասարակության մեջ, քանակը շատ է ստեղծվում եւ մարդիկ դա կարդում են, այստեղ մենք իսկապես գործ ունենք երևի թե հա ոնց դու նշեցիր, այսինքն դիմակայունության թուլացման գրեթե ազգային անվտանգության խնդրի հետ գործ ունենք, էլ այսինքն թե որքան մեր հասարակությունը այդ ամեն ինչին կդիմանա հարցը։ Եկեք մի քիչ ավելի կոնկրետ խմբերի մասին խոսենք, թե այս ամենը ոնց է ազդում իրանց մասնակցության վրա։ Հրիստում եմ անավան, որ դու կանանց իրավունքների, իրանց ներգրավման, զորեղացման հետ կապված շատ աշխատանք ես անում, հետաքրքիր կլինի քո պերսպեկտիվան այս ընդհանրապես կարող ենք հələ մի քիչ ավելի լայն նայել, էլի։ Ինչքանով է նպաստավոր միջավայրը կանանց համար ազատ, անկաշկանդ մտածելու, գնալու, մասնակցելու այս նախընտրական process-ներին, ընտրություններին, արդյոք միջավայրը նպաստավոր է, թե կան արդեն իսկ որոշակի սահմանափակումներ, որոնք որ կարող է այս նախընտրական շրջանում ինչ-որ ձև նաև սրվում են։ Կանանց համար միջավայրը կարելի է ասել նպաստավոր չէ եղել ու չկա հիմա, քանի որ բացի այն, որ կանանց կենցաղային ծանրաբեռնվածությունը բավականին շատ է եւ առօրյա ամենօրյա հոգսը այնքան է, որ շատ ժամանակ կանայք հավատալով, որ իրենց ձայնը միևնույն է ոչինչ չի փոխի, ավելավ է իրենք նստեն իրենց տանը եւ իրենց երեխաների համար կերակուր պատրաստեն, նույնիսկ չեն գնում ընտրությունների, դե ամուսիններն հիմնականում որոշումների կայացնողը տղամարդիկ, որոշում կայացնողները տղամարդիկ են ու այս կերպով էլ կանայք կարող են չէ մասնակցել որոշումների կայացմանը իրենց ընտրությամբ կարծում եմ դրա հետ կապված է առանձին տարբեր կեղծ նարատիվներ են տարածվում, թե քաղաքականությունը, ընտրությունը, դա քոնը չէ, դու ավելի մնաս քո խոհանոցում եւ այլն, ու որքան է կինը գիտակցի, որ չէ ինքն էլ է մարդ, ինքն է ունի նույն իրավունքը, ինչ տղամարդը եւ այդ բոլոր իրավունքները հավասար են, ամեն դեպքում ազդեցություն ունենում է եւ կանանց համար ավելի դժվար է նույնիսկ կողմնորոշվելը, որովհետեւ շատ հաճախ, որ խոսում են կանանց հետ, իրենք ընտրում են այն տարբերակը, որ ընտրում են իրենց տան մեծ տղամարդը լինի դա։ Ես հիշում եմ, հələ մի քիչ ավելի երիտասարդ տարիքում, երբ որ ընտրություններից առաջ այդտեղ գալիս էին տներով այցերի, ցուցակներ էին կազմում եւ այլն, ու ինչն եմ ֆիքսել, որ ասենք տան տղամարդու հետ խոսալը բավարար էր։ Այսինքն այս մարդուն ֆիքսեցինք, որ ինքը մեր կողմից է։ Նշանակում է այս ամբողջ ընտանիքը մեր կողմից է, որովհետև այդ ենթադրությունը, որ եթե տան տղամարդը որոշել է, որ մենք ընտանիքով գնալու ենք քվեարկենք այսինչ ուժին, կարծես չկա այդ ընկալումը, պատկերացումը, որ կարող է դες նենց լինի, որ մարդը մի ուժի քվեարկի, կինը ուրիշ ուժի քվեարկի, էլի։ Միշտ ենթադրվում է, որ ոնց որ նշեցիր, էլի, կինը պետք է անպայման այնտեղ ինքը իր ազատ կերպով իր վերլուծությունը չի կարող ունենալ ու չի կարող ազատ կերպով քվեարկել մեզ։ Այո, ստացվում է, որ կնոջ մոտ մնում է այն ինֆորմացիոն հոսքը, որը ինքը համացանցից վերցնում է, ինչպես Օլեգն ասեց, որ հիմնականում կանայք են համացանցում, եթե նույնիսկ այդպես է, այո, ուրեմն այդ ամբողջ ինֆորմացիան միայն այդտեղից է գալիս եւ ծրագրերին ծանոթանալ եւ այդ ամբողջ աղմուկը, այդ ամբողջ դժոցը, այդ ամբողջը անորոշության հիմք է լինում ու այո, այդ իրավիճակում adekvat ավելի մտածված ընտրություն անելը բավականին դժվար է։ Բայց ես նաև նկատել եմ, չգիտեմ դա ԿՊ-ից սկսեց թե ոնց, երբ որ վարչապետը
իրանց կուսակցության նախընտրական այդ ժողովներից մեկի ժամանակ հայտարարեց, որ հա իրանց ծրագիրը ոգեշնչված է եւ այդ պատգամը, պատվերը իրանց տվել են այսպես կոչված սնուցող մայրերը, հա, այդ այն միջին տարիքից բարձր կանայք, ովքեր որ իրանց նկարագրության մասնակցում էին իրանց հավաքներին, իրանք են կրել այդ բեռը, այդ ծանր, հա, այդ 30 տարիների անարդարությունների, պատերազմի եւ այլնի հետևանքը ու իրանք են կարծես այդ պատգամը տալիս։ Ինձ թվում է սա շատ կոնկրետ նաեւ նախընտրական թիրախավորում է այդ մի սեգմենտին հասարակության, հա, միջինից բարձր տարիքի կանանց, որոնք որ կարծես նաև տարբեր սոցիոլոգիական հարցումներով բավականին քաղաքականապես ակտիվ սեգմենտ է, հա, ու կարող է որոշակի, եթե ակտիվ մասնակցություն ունենա, ընտրություններին կարող է որոշակի ազդեցություն ունենա։ Հետաքրքիր այս նոր բան է, թե ես եմ նկատել, էլի, որ նաև sense հասարակության հենց կանանց որոշակի սեգմենտի թիրախավորվում է որպես պոտենցիալ ընտրող ու մի կողմից իրանց վրա բան է դրվում, պիտակ է դրվում ու ինչ-որ կերպար է դրվում, բայց նաև մյուս կողմից էլ իրանց օժտում է որոշակի սուբյեկտայնությամբ, էլի, որ դուք կարող եք որոշել, թե մեծ հաշվով այս երկիրը որ ուղղությամբ կգնա։ Չի հայտնի համամիտ եմ լովին քեզ հետ, իրականում դեպի տխուր բան պետք է արձանագրենք, բայց Հայաստանում բոլոր ընտրություններին քարոզարշավի թիրախ ավելի շատ տարական հատվածն է եղել։ Կանայք որպես առանձին սոցիալական խումբ շատ քիչ են նշмарվել եւ քաղաքական ծրագրերում եւ քաղաքական խոստումների մակարդակում եւ սա նոր երևույթ է, ճիշտն ասած այս առաջիկա ընտրությունների մեր կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հենց այս բաղադրիչի ուսումնասիրություն, հասկանալու խոսույթում, քաղաքական խոսույթում եւ քաղաքական ծրագրերում կանանց եւ երիտասարդներին ուղղված ծրագրերը ինչ չափով են ներկայացված, բայց ես կուզեի Ռուսինային հավելել մենք կանանց դիտարկում ենք առավելապես դիտարկեցինք ամենայն դեպս որպես ընտրողների մակարդակում, բայց ես ուրիշ հարց, երևի թե հռետորաբանական հարցեր պետք է բարձրացնեմ, ինչա հետաքրքիր առաջիկա ընտրություններում թեկնածու կանանց վարքը, մասնակցությունը, ներկայացվածությունը, տեսանելիությունը, թիրախավորումը, ատելության խոսքը այդ կանանց նկատմամբ նախորդող տարիների ամենատարբեր հետազոտություններ փաստում են, որ կանայք շատ են թիրախավորվում եւ այս առաջիկա ընտրություններին լինելով թեկնածուներ, հատկապես առաջին եռյակումների արված կանայք շատ են երևալու եթերում եւ շատ հետաքրքիր է ինչպիսին է լինելու թիրախավորումը այս կանանց նկատմամբ։ Սա կարեւոր է այս արձանագրումը ունենալ։ Ընդհանրապես ընտրական գործընթացներում կանանց ներկայացվածությունը, մասնակցությունը Հայաստանում պատկերը շատ խոստումնալից չի, չնայած դրական դինամիկա ունենք։ Օրինակի համար մեր կառավարության կաբինետում կանանց ներկայացվածությունը 30% է կազմում ըստ վերջին տվյալներով, ինչը վատ չի, եթե համատենք 2009 թվականին ունեցած 9%-ին, բայց նաև հետազոտություններ փաստում են, որ քաղաքականության մեջ ներկայացված կանանց մոտ 70%-ը առնվազն մեկ անգամ ատելության խոսքի առնչվել իր գործունեության ընթացքում։ Իսկ ընտրությունները դա այն համատեքստն են, որ այդ պարարտ հողն են ստեղծելու կանանց թիրախավորելու համար, սրվելու համար եւ մասնակցության մասով նաեւ ասեմ որպես առանձին դերակատարներ կանայք ներկայացված են նաեւ ընտրական հանձնաժողովներում, հանձնաժողովների աշխատանքում, շատ դեպքերում եթե տեղամասային ընտրական հանձնաժողովների մասին ենք խոսում, տեղամասերում հիմնականում մեծի մասամբ, այդ զուտ աչքաչափով եմ ասում, կանայք են լինում, այո, եւ այդ գործընթացներում հաշվի առնելով այս ընտրությունների, այս թեժությունը, կոնտեքստը, վեճերի, վիճաբանությունների, խնդրահարույց իրավիճակներում կանանց նկատմամբ վերաբերմունքը ինչպիսին է լինելու, իրենց անվտանգության միջավայրը պատշաճ կերպով ապահովելու է, թե չէ։ Սրանք կարևոր հարցեր են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ այս պահին պետք է իրեն հարց տա եւ հասկանա նաեւ ինչպես է ապահովագրում իր ներկայացուցիչներին այս ընտրապայքարի թեժ համատեքստում։ Իդեպ Արփինեին որ ասեց մտքիս եկա որ կանայք են լինում, պետքա հիշենք, որ այդ ավանդույթը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ որ ընտրությունները միշտ կեղծվում էին եւ տղամարդիկ որոշում էին, որ ամենալավը այդ գործին կարան կանայք, հա, մասնակցեն, որովհետեւ իրանք լավ կատարողներ են, հա, այսինքն էլի որոշում կայացնողի, ասենց ասած, դիրքից ոնց որ տարել են դեպի ուղակի կատարող դիրք, էլի։ Դրա համար ու այդ իներցիայով շարունակվում է, էլի, կարծես թե։
Այո, եւ հետաքրքիր է, ուղղակի կողքից հետևել եւ արձանագրումներ կատարել, դա շուտով կունենանք համայնքային հանդիպումներ, քաղաքական ուժերը կայցելեն համայնքներ, կլինեն հավաքներ, արդյոք կանայք մասնակից կլինեն այդ հանդիպումներին, ինչպես մասնակից կլինեն, ակտիվ լսողի, հարցադրումներ կատարողի կողմից, այնտեղ ներկա կլինեն սեփական որոշմամբ, թե ամեն դեպքում որոշակի ցուցումներով, որտեղից կլինեն այդ ցուցումները, ընտանիքի անդամները, թե աշխատակազմը, նախկին տարիների ուսումնասիրությունները ամենայն դեպս փաստում են, որ կանանց մասնակցությունը հիմնականում լինում է ուղղորդված, եթե մեծ կոլեկտիվներով, այո, սեփական որոշում չէ հիմնականում լինում, այլ ուղղորդված է լինում, ինչը էլի վատ չի նոմինալ մասնակցություն ունենալ տեսանկյունից, բայց եթե ուզում են կանանց իսկապես նշանակալից ներգրավվածություն, այո, գործընթացներին, լավ կլինի, որ դա սեփական որոշման, սեփական ցանկության պայմանավորված ներկայություն լինի։ Ինձ թվում է շատ կարևոր կլինի տեսնել, ես ինչն է իմ համար տարօրինակը, հա, այդ կուսակցությունները, ովքեր որ մեծ հաշվով իրանց խոսույթով, իրանց վարվելակերպով վանում են կանանց քաղաքականությունից, հետո ընտրություններից հետո մեղադրելու են այդ նույն կանանց ու հասարակության մի զգալի մասի, թե այսինչ ընտրություն դուք կատարեցիք, հա, կապ չունի որ կողմը։ Ի վերջո պետքա հաշվի առնել, որ եթե ուզում եք գոնե լսելի լինել հասարակության կեսից ավելիի համար, պետքա խուսափել այդ կանանց թիրախավորող, խտրական, հա, կարծրատիպային այդ խոսույթներից, որպեսզի այդ նվազագույնը պետքա խուսափել դրանից, իսկ լավագույն տարբերակում պետքա պրոակտիվ կերպով ներգրավել կանանց այս քննարկումներում, որովհետև ոնց հասկացանք, միջավայրը այդքան նպաստավոր չի ու պետքա ստեղծել պայմանները, որպեսզի կանայք ազատ կերպով մասնակցեն։ Բայց մենք տեսնում ենք կուսակցություններ, ովքեր որ ասում են մենք հազիվ ենք կարողանում մեր ցուցակում բավականաչափ կանանց ներգրավենք, որովհետև բան ենք, հա, ստիպված ենք դա անել։ Այսինքն ոչ թե պետքա դա անենք, այլ ստիպված ենք օրենքի պարագայում։ Ու այսինչ գլխացավանքեր չենք գտնում։ Այո, շատ ժամանակ կանանց ավելի շատ ներկայացուցչական այսպես դեր են տալիս եւ էլի ամեն դեպքում անգամ քաղաքական կուսակցությունների ներսում որոշում կայացնողը միևնույն իրենք են, միևնույն է կինը եթե անգամ արտահայտվի, ապա մյուս տղամարդը ձայնը ավելի բարձր է եւ իր ձայնով կարող է լռեցնել կնոջը եւ շատ ժամանակ թեկուզ քվոտաներով, թեկուզ ներկայացուցչական ներգրավվածությունը դա շատ վատ է, բավարար չէ նույնիսկ, որովհետև իրական կենցաղ կրողը, իրական ազդեցություն կրողը առաջինը կինն է, ու եթե կինը մասնակցային չի, ստացվում է, որ ցանկացած կառավարման համակարգ ձախողված է։ Դրա համար պետք է միջավայրը նպաստող լինի, որպեսզի կինը կարողանա ազատ արտահայտել իր կարծիքը, ազատ ընտրություն կարողանա անել եւ անգամ եթե ինքը որոշում կայացնող է, այո, կարողանա ինքնուրույն եւ առանց որևէ հաստակի որոշումներ կայացնել։ Ես մի քանի կատեգորիայի կցանկանամ նշել, որ անպայման հիշենք, որ այդպիսի մարդիկ կան, հիշենք, որ մենք շատ ունենք ընտանիքներ, ում ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի։ Հիմի հիշենք, որ շատ դեպքերում այդ ազդեցության պայմանավորված հնարավոր է, այսինքն ցուցում են ստանում, այսինքն ու նարատիվներ։ Ստանում են նարատիվ դրսից ու այն հատուկ չէ, ուղղակի տարածված նարատիվ է, որ գալիս է եւ այդ կանայք կամ հավատում են կամ նաև օրինակ տարածում են խոսքը կեղծ նարատիվների մասին։ Մենք ունենք ի վերջո նաև ավանդապաշտ, այսպես ասած, գյուղեր, մարզեր, գյուղեր, որտեղ կանանց նույնիսկ մի փոքր ակտիվությունը կամ կարծիքը ինքը կարող է շատ խիստ գնահատականի արժանանալ, չգիտեմ, միգուցե իր ընտանիքի անդամների կամ միջավայրի կողմից, հա, եւ մենք պետք է հիշենք, որ ի վերջո դեռ չենք հասցրել այն լիարժեք գործիքները, այսինքն հասցնել այդ համայնքներում, որպեսզի եւ ինֆորմացիայի առումով, հա, այսինքն ինքը շատ հասանելի լինի տվյալ միջավայրի, հա, բնակիչներին, կանանց եւ նաեւ միգուցե
ընդհանուր միջավայրը, հա, փոփոխելու առումով։ Այսինքն ահագին այսպիսի խնդրահարույց երևույթներ կան մեր երկրում, որոնք որ կարծրատիպերի կամ նարատիվների առումով կանանց դարձնում են առավել խոցելի, այսինքն նկատել եք, թե ակտիվիստ կանանց ինչ պիտակավորումներ են տալիս առհասարակ։ Եթե որոշումը կինը, եթե որոշում է, այո, ես ունեմ ընտրության իրավունք։ Այո, հենց առաջին պիտակավորումը դա ինչ որ բարոյականության, այո։ Բայց հայ կնոջ կերպար է, ասենք դու քանի գլխանի ես, որ գնացել ես քո ամուսնու գլխով անցել ես ու չգիտեմ ինչ որ հարց ես բարձրացնում։ Իրականում հենց բնապահպանության ոլորտում էկոակտիվիստ, կին էկոակտիվիստների դեպքում հենց վերջերս հետազոտություն էր հրապարակվել, որը որ ցույց էր տալիս, որ բացի այն տարածված կեղծ թիրախավորումները ակտիվիստների նկատմամբ, հա, որոնք որ կարծես փորձում են ցույց տալ, որ ակտիվիստները ուղղորդված են եւ այլն, կանանց դեպքում միշտ նաև ավելանում է այդ հա գենդերային կարծրատիպերով պայմանավորված իրանք բարոյականությանը կպնող, ընտանիքին կպնող, անձնականին կպնող, հա դե եկեք հիմա հասկանանք, այս պայմաններում ինչի պետքա այս տեսնող կինը որոշի, որ ինքն էլ պետքա իր կարծիքը արտահայտի, ինքն էլ պետքա մասնակցի այս process-ներին։ Ինչու՞, որովհետև հենց դրանից է սկսվում փոփոխությունը։ Երբ որ կինը որոշում է, ոչինչ, մի քիչ քաջ համարձակ է լինում, որոշում է, որ այո, թող պիտակավորեն, ինչ ուզում են ասեն, ես ուզում եմ իրավիճակ փոխել, ես ունեմ այդ իրավունքը եւ ուզում եմ օգտվել այդ իրավունքից, ինչու ոչ։ Թող ասեն ինչ ուզում են։ Հա, բայց ես նշեմ, որ ոչ բոլոր կանայք են կարողանում հաղթահարել այդ բարիերը, ու ինքը շարունակում է մնալ, եւ եթե տղամարդ քաղաքական գործիչների դեպքում քննադատությունը կամ թիրախավորումը իրենց բուն գործնեության շրջանակներում է լինում, ցավոք սրտի կանանց դեպքում թիրախավորումը լրիվ այլ դաշտում է լինում, արտաքին տեսք, անձնական կապեր, լեզուն, բառապաշար օգտագործված եւ որ շատ զգայուն հիմնականում կանայք շատ զգայուն են հատկապես այդ թիրախավորումը, թիրախավորում են ընտանիքի անդամներին։ Սա սառեցնող էֆեկտ է ունենում եւ դրանով պայմանավորված նաեւ էլի կանանց մասնակցությունը, ներկայացվածությունը կառավարման տարբեր օղակներում չի աճում։ Քվոտաները անշուշտ ինչ որ չափով այս խնդիրը լուծել են եւ զուտ տեսնելու մակարդակում հանրույթը արդեն սովորել է ազգային ժողովում մունիցիպալ կառավարման մակարդակում տեսնել կանանց, սա բայց դեռ ֆորմալ է եւ այն մասնակցությունը չի, որ ակնկալում ենք, ֆիզիկապես կինը կարող է ենթադրենք տեղական ինքնակառավարման համակարգում ներկայացված լինել ֆիզիկապես ներկալնել ավականն նիստերին, բայց անգամ այդ միջավայրում կանայք դժվարանում են խոսել, որովհետեւ հարցի նկատմամբ դիտարկում կատարել դե թիրախավորումն է հիմնական։ Իդեպ ես ուզում եմ Օլեգի ասացի հետ կապված մի փոքր հավելում անեմ, Օլեգը նշեց, որ կանանց ընտրական վարքը շատ դեպքերում ընտանիքի արական հատվածի ուղղորդմամբ է լինում, որովհետև համարվում է կինը խելքը չի հասնում քաղաքականությունից եւ այլ, բայց մեկ ուրիշ օբյեկտիվ իրականություն էլ կա, կանայք երբեմն իրենք են դիմում իրենց ամուսիններին, ընտանիքի արական հատվածի ներկայացուցիչներին խորհրդի կարգով, ինչու, որովհետև առօրյան կենցաղ ամենօրյա զբաղվածությունը կանանց թույլ չի տալիս բավականաչափ տեղեկացված լինել քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, սա այս օբյեկտիվ միջավայրն էլ կա եւ կանայք իրենց բավականաչափ խելացի չեն համարում կշռադատված ընտրություն կատարելու համար, այո, եւ նաեւ այս միջնորդավորված ընտրության հիմքում նաեւ սա է, ինֆորմացիայի պակասը, կանայք ամանդորեն չունեն այն սոցիալական կապերը, ինչ ունեն տղամարդիկ, ինֆորմացիայի ստացման աղբյուրները ավելի սահմանափակ են, այն ինֆորմացիան են ստանում, որը հասցնում են ստանալ առնվազն գոնե սոցիալական մեդիայում։ Ես օրինակ նայում եմ հանրային լսումները, որ մենք պարբերաբար հետևում ենք, հա, համայնքներում, որոնք տեղի են ունենում ինչ որ նախագծերի քննարկման շուրջ, լինի հանքարդյունաբերական կամ այլ, ովքեր են գալիս էլի այս քննարկումներին, հիմնականում տղամարդիկ են գալիս, ես ուզում օրինակ աներ, թե ինչքանով է կինը ընդհանրապես ընթացքում ներգրաված այդ քննարկումներին, հասարակական, քաղաքական որոշումների կայացմանը, որովհետև ահա ընտրություններով չի սկսվում ու ավարտվում այդ մասնակցությունը, եթե դու չունես ժամանակը, հնարավորությունը, ռեսուրսները ընթացքում
տարբեր մակարդակներում դպրոցի կառավարումից սկսած համայնքում բյուջեի վերաբերյալ որոշումների քննարկմանը, եթե այդ ամեն ինչին չես մասնակցում, ընտրություններին չես ունենա այդ տեղեկացվածությունը ու դիրքորոշումը նաև թե ում պետքա գնամ ընտրեմ, ինչի պետքա գնամ։ Ես հիշեցի, որ հենց բնապահպանական առումով բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ որ կինը կնոջ մասնակցությունը, այսինքն կասեցրել են, այսպես ասած խարոշի գողական շրջապատով ամուսնու վրա ճնշելով, որ լավ դու ես ինչ տղամարդ ես կամ չգիտեմ որ քո կինը գնում է խոսում է, եւ այդ նույն երևույթները դրսևորվել է նաեւ ընտրությունների ընթացքում, այսինքն դա եւս գործում է եւ այդ գործիքակազմը որոշ շրջանակների կողմից ակտիվ կիրառվում եւ կիրառվելու է։ Օլեգի ասացին հավելեմ, որ մենք հետազոտություն արեցինք կանանց մասնակցությունը հենց հանրային լսումներին, հատկապես հանքարդյունաբերական համայնքներում ու շատ կանանց ճնշել են հենց ընտանիքի անդամները եւ թույլ չեն տվել որ գնան հանրային լսումներին մասնակցեն եւ այո նույնը կարա լինի նաեւ ընտրություններին եթե ուղղորդված չլինի գուցե ասեն պետք չի մի գնա ու կինը այո չգնա ու շատ ժամանակ ցավալի է նաեւ այն որ այո կինը ինքն էլ համարի որ չէ պետք չի էլի որ գնամ Այս շատ լավ ինդիկատոր է որ Եթե այդ տեղական մակարդակում մասնակցությունը ժողովրդավարությունը կայացած չի, դա միայն չի երևում համայնքի մակարդակում խնդիրների տեսանկյունից, դա նաև ի վերջո երևում է ընտրությունների ու ազգային մակարդակում։ Ես հիշում եմ մի դեպք հիշեցի, երբ որ վաղուց դեպք էր թիմ ընտրությունների, երբ որ վստահում չէին, որ տվյալ կինը կգնա այդ տեխնացուին կընտրի, ամուսնուն ասել են դու նենց արա քու կինը չգնա ընտրությունների հետո եւ ամուսինը պարտավորվել էր որ կինը չգնա ընտրությունների այսինքն նման վաղուց սև դեպքեր եմ հիշում որ պատմում էին եւ դա նայն չի որ վերացրել այնպես չի նման դեպքեր եւս կլինեն եւ բնականաբար դրա դեմ պետքա պայքարել Մի քիչ էլ խոսենք երիտասարդների մասին, որպես մի այլ խումբ, ում մասին շատ է քննարկվում, որպես կարևոր դերակատարում ունեցող ընտրություններին, շատ են քննարկում երիտասարդները ապաքաղաքական են, հետաքրքրված չեն, կամ նաև խոսք է գնում առաջին անգամ ընտրողների մասին, ինչքան կարևոր է, որ իրանք իրազեկված լինեն, գնան, մասնակցեն եւ այլն։ Էլի ինչպես կանանց դեպքում են քննարկում, այստեղ էլ քաղաքականության վերաբերյալ նարատիվները եւ նախընտրական շրջանի նարատիվները շատ ուղղակի ազդեցություն են ունենում նրա վրա, թե երիտասարդները ինչ վերաբերմունք կունենան ընտրությունների նկատմամբ առհասարակ։ Այդ process-ը, այդ երևույթը, այդ ինստիտուտը ինչքանով կկարևորեն, որ սկսեն մինչև դա արդեն դրանից հետո նոր սկսեն մտածել պետք է գնամ մասնակցեմ, թե չէ։ Որովհետև ինձ թվում է, ես հիմնական խնդիրը տեսնում եմ նրանում, որ այնքան տոքսիկ ու ատելությամբ առատ ու նեգատիվ էմոցիայով լի է քաղաքական դիսկուրսը, որ շնչելու տեղ չի թողում երիտասարդին, որ հետաքրքրություն առաջանա, որ ինչ որ դրական օրակարգ տեսնի, ասի այ ես հանուն այսինչի պատրաստվում եմ գնալ մտածեմ ընտրությունների կարևորության մասին, հա, ու այդ ընտրությունները դառնում են շատ վանող մի երևույթ, որ մարդիկ ասում են դե ես այս օրերին Facebook-ում բան եմ անում, unfollow եմ անում, բանը մի քանի հոգու էլ չեմ հետևում, որպեսզի այս անցնի այս շրջանը նորից սկսեմ կամ Facebook-ում пассив կլնեմ, Instagram կտեղափոխվեմ այնտեղ մի քիչ ավելի քիչը, հա, որ զուտ խուսափեմ այս քաղաքական տհաճ միջավայրից, ընտրությունները անցնեն հետ կգամ։ Եկեք այդ տեսանկյունից նայենք, ոնց են ազդում այս տեսակի վերաբերմունքը նարատիվները հենց երիտասարդների վրա ու իրանց մոտեցումների վրա։ Ես մի կարճ ուղղակի բան հիշեցի, կարճ ասեմ, հետո Արփինեն շարունակի։ Շատ ժամանակ երիտասարդներին ավագ սերունդը կարծես թե լուրջ չի վերաբերվում եւ դա կարող է վանել երիտասարդ սերունդին ու ինքը չուզենա ուղղակի մասնակցել։
ես դեպքեր հիշեցի, որ նոր ասացիք, ես դեպքեր հիշեցի, որ Ազիզ ջան գնա դասը կարդա, գնա դասերդ սովոր, ինչս եկե սա քո տեղը չի, երիտասարդների հանդեպ նույնպես կան նման խոսույթներ, որոնք կարան երիտասարդների մոտ անգամ այդ մոտիվացիան մարեն։ Համանքային մակարդակում երևի Ալփինեն։ Ես մի ուրիշ դիլեմայի մասին խոսեմ, ամենատարբեր ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը գոնե այդ հնարքը կիրառում են, երբ գալիս է իրենց հանրային կերպարը, նաև երիտասարդների կողքին կանգնած քաղաքական ուժ իրենց ներկայացնելու գործն է գալիս, բոլորը փորձում են քարոզարշավում ներգրավել երիտասարդների։ Բայց երբ ընտրությունները կայանում են եւ արդեն բուն քաղաքական գործընթացն է սկսում, բոլոր քաղաքական ուժերը անում են հակառակը, անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները մակարդակից սկսած, թիմից սկսած ազգային ժողովի ընտրություններով ավարտված երիտասարդները դուրս մնան որոշումների կայացման գործընթացից։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ երիտասարդները Հայաստանում անցնող 20-25 տարիների ընթացքում բավականին քաղաքացիական ակտիվության տեսանկյունից ակտիվ են եղել եւ ներգրաված են եղել հանրային կյանքում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին եւ բողոքի ակցիաներ եւ վերջին հաշվով հեղափոխությունը եւ հանրային պահանջ ներկայացնել, դիրքորոշում հայտնել այս կամ այն որոշման հետ կապված, բայց վերջին տարիներին նկատելի է շեշտակի անկում հետաքրքրության քաղաքականության նկատմամբ եւ մի տեսակ վերացարկվելու են ամեն ինչ տեղի ունենում Հայաստանում։ Իհարկե սրանում մեծապես ազդեց այս պատկերին մեծապես բերեց 20 թվականի պատերազմը եւ այդ ապատիկ տրամադրությունները, որ տիրում են երիտասարդների շրջանում եւ ես երկրորդ հերթին քաղաքական դաշտը ել եմ ասում ենքան է նստված աղբով ատելության խոսքով միմյանց նկատմամբ վիրավորանքներով, որ այս տոքսիկ միջավայրում երիտասարդ ուղղակի չի տեսնում իր դերակատարությունը, որտեղ կարող է լինել, եթե սրան էլ հավելում ենք, որ քաղաքական ուժերը ոչինչ չեն անում երիտասարդներին ավելի մոտ գործընթացներ բերելու համար, ունենում ենք այն, ինչ որ ունենում ենք։ 2021 թվականից ի վեր երիտասարդների մասնակցությունը ընտրություններին բավականին ցածր է եղել եւ ամենավերջին ցայտուն ցուցանիշ դա Երևանի ընտրություններն էին։ Կարող է սխալվեմ թվի մեջ, կարծեմ 24-28 այս միջակայքում էր մասնակցությունը բավականին ցածր էր եւ սա արդեն ահագին խոսուն է։ Ինձ ճիշտ ասած մեկ այլ բան է ավելի շատ մտահոգում բացի այն, որ երիտասարդների չմասնակցությունը արդեն որպես խնդիր ունենք եւ ես չգիտեմ ինչ պատկեր կունենանք 2026 թվականի ընտրություններին, ավելի վտանգավոր միտում եմ տեսնում, ապա տեղեկատվության դաշտում թիրախավորումը ժողովրդավարության որպես ոչ հեռանկարային զարգացման ուղի Հայաստանի համար եւ երիտասարդների բերել այդ խոսույթին ու այդ հավատամքին, որ սա երկրի զարգացման լավագույն սցենարը չէ։ Մեր թերոման այսօրվա քննարկման նաև այն ապատեղեկատվական խոսույթներն են, ցավոք սրտի ժողովրդավարության հետ կապված թեմաները շատ արդիական են լինելու, սա մեզ համար ապագա չէ, մարդու իրավունքները ուռճացված են կամ գոնե ընտրությունների ժամանակ թիրախավորվելու են իրավունքների են բլոկը, որոնք կապված են սեռային փոքրամասնությունների, LGBT համայնքի հետ եւ այլն, եւ այդ նեգատիվ լույսի տակ են փորձելու ներկայացնել։ Սա բավականին վտանգավոր միտում է եւ որպես երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ամենատարբեր տեսակի հանդիպումները ունենալով մարզային երիտասարդների հետ, ես այստեղ ուզում եմ շեշտել պարտադիր մարզայինը, նկատելի է քաղաքական դաշտի մասին բավականին կծկտուր հատվածական տեղեկատվությունը, այսինքն երիտասարդը որ պահին, որ ինֆորմացիոն հարթակով հասցրեց մի բան լսել, դրա շուրջ ձևավորում է իր ողջ պատկերացումը քաղաքական դաշտի գործընթացների վերաբերյալ շատ են ապատեղեկատվության վրա հիմնված պատկերացումները, սա ինձ շատ օրինակ մտահոգում է եւ սա ամենօրյա նաեւ մեր մտածմունքն է ինչպես աշխատել, ինչպես երիտասարդներին բերել ավելի կառուցողական դաշտ, մեծ է չմասնակցության միտումը, այսինքն երիտասարդը ով է միջին ստատիստիկ երիտասարդը, մարդը, որ ուզում է անհոգ ապրել,
հետաքրքրված չէ այսպես տոքսիկ միջավայրով, դա իրեն չի հետաքրքրում, ինքը ավելի թեթև, հա, բաների հետևից է գնում եւ ցավոք սրտի քաղաքական դաշտը երիտասարդների շրջանում ձևավորել է այնպիսի մի մոտեցում, որ քաղաքականությունը ձևավորում է ավակ սերունդը, հա, երիտասարդները այդ քաղաքականության пассив կրողները պետք է լինեն։ Երիտասարդը իր ուղղակի ազդեցությունը չի տեսնում այդ գործընթացների մեջ։ Սա այն ընդհանուր համատեքստն է եւ ինչպես աշխատել, կարծում եմ այս ընթացքում շատ արդիական պետք է լինի երիտասարդների հետ ժողովրդավարության վերաբերյալ խոսակցությունները, մասնակցության կարևորության վերաբերյալ խոսակցությունները եւ պարզաբանումները, որ չմասնակցությունը դա այն վատագույն ընտրությունն է, որ երիտասարդը կարող է ունենալ ընտրություններին։ Այս վերջերս Գյումրիում հանդիպումն է երիտասարդների հետ, ինձ հարց հնչեց, ում խորհուրդ կտակ ընտրել։ Սա զավեշտալի է, երբ ուսանող երիտասարդը, որը արդեն սովորում է 3-4 կուրսում, չի կողմնորոշվել եւ ասենք երրորդ անձին ադիմում ընտրության հուշման հետ կապված եւ ես օրինակ մի քիչ ավելի թեթև եմ տանում չկողմնորոշված լինելը, նույնիսկ թեթև եմ տանում, երբ որ չեն գնում ընտրություններին ու դա գիտակցված որոշում է, ոչ թե անտարբերության հարց է, այլ գիտակցված, որ ես չունեմ ընտրություն ու դա դիրքորոշում է, բայց այն որ վստահությունն է սկսում կորել ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ, ժողովրդավարական process-ների նկատմամբ ու դրա պատճառով է լինում չմասնակցությունը, անորոշությունը, սա շատ ավելի մեծ ռիսկ է, ես լրիվ քո հետ համաձայն եմ, որ սա երկարաժամկետ ռիսկ է հենց երիտասարդների տեսանկյունից, որպես ապագա որոշում կայացնողներ, թե ինչ ուղղությամբ պետք է գնա երկիրը, եթե հիմիկվանից այդ կասկածը սերմանվում է, որ ժողովրդավարությունը ճիշտ ճանապարհը չի Հայաստանի համար, քիչ հավանական է, որ մարդիկ նաև կփորձեն պայքարել այդ ժողովրդավարության համար։ Հիմա էլ տեսնելով ժողովրդավարության տեսանկյունից որոշակի խնդիրներ, բացեր, հետընթացներ եւ այլն, դրա նկատմամբ պահանջատիրություն չի լինի, որ շտկվի, որովհետեւ գնում է ուժեղ այդ նարատիվը, որ ժողովրդավարությունը դարձնում է պետությունը ավելի թույլ ու սա պետք է մենք ֆիքսենք, որ այս նարատիվների նպատակը ոչ միայն կոնկրետ ինչ-որ ընտրություններում մարդկանց ուղղորդելն է, այլ նաև երկրում որոշակի արժեհամակարգ, որոշակի վերաբերմունքներ ձևավորելն է, որը որ երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ տեղ կտանի երկիրը, խոցելի կդարձնի արտաքին միջամտությունների տեսանկյունից, հա, որոշակի աշխարհակահաղական բևեռների տեսանկյունից ավելի հարմար կամ ոչ հարմար կդարձնի երկիրը, հա, համագործակցության տեսանկյունից։ Ու սա պարզապես չի նշանակում ապատեգատություն ժողովրդավարության մասին, սա էլի է դիմակայունության ու երկրի ապագային վերաբերող հարց է։ Այստեղ մեկ այլ կեղծ նարատիվ էլ է տարածվում, որը կարա նպաստի, որ երիտասարդների մոտ ապաթիա լինի, պատերազմի վախ առաջացնելով։ Այս ուժին ընտրելը, այն ուժին ընտրելը կհանգեցնի պատերազմի վախի ու էլի այդ անորոշությունը կարա նպաստի, որ երիտասարդը եւ չուզենա գնա ընտրության, հենց չկողմնորոշվի ում ընտրել կամ հենց ուղղորդված արդեն ընտրություն կատարի, որովհետեւ պատերազմը ուղիղ ազդեցություն ունի հենց երիտասարդների։ Եթե բառացի ձևակերպենք խոսույթը, տարածված խոսույթը ինքը մոտավոր այսպես է հնչում, էլի այս ժողովրդավարություններ, որ բերեց մեր պարտության, ժողովրդավարություններ, որի արդյունքում մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, մեր բոլոր փորձանքների, մեր բոլոր ձախողումների ակունքը այդ ձեր ասած ժողովրդավարությունն էր եւ դրա համար պայքարն էր, որ 2018 թվականից ի վեր մեր երկրում դարձել է օրակարգային։ Սա ամենավտանգավոր դիսկուրսն է, որ այս պահին որոշակի քաղաքական ուժեր ակտիվորեն ռոպագանդում են եւ քանի որ իրանք ամբողջովին խարսխված են էմոցիաների վրա, վախերի, պատերազմի կրկնության, նոր արհավիրքների եւ այլն, երիտասարդների համար հեռանկարի իրենց ապագայի տեսանկյունից իրենք բան են թվում, ավելի արժանահավատ են թվում, ընտրենք ավելի ապահով, հա, այն ուժին, որը մեզ բան կանի, այո, կայունություն, ապահովություն կտա ու կապ չունի այդ ապահովությունը քեզ որտեղ են խոստանում ու ինչ համատեքստում են քեզ մատուցում։
կապ ինչի չունի։ հաշվին ա Եվ կարելի ինչի լինել։ հաշվին, Ես այո։ մասնակցությունից հանում եմ, որովհետև ժողովրդավարությունը մասնակցային կառավարում է ենթադրում։ Դե կապվում է բանի հետ, էլի։ Մենք քո փոխարեն կորոշենք, քեզ ապահովությունդ կտանք, քո անվտանգությունը կտանք, դու հանգիստ քո համար երիտասարդին մնում է Ես մի քանի կարևոր բան եմ ուզում նշեմ, որ մենք դե խոսում ենք նաև երիտասարդների անտարբերությունից, այսինքն, պարզ է, որ մի մասսա կա, որը որ մեղադրում է, ասենք, չգիտեմ, ասում է դուք 18 թվականին եւ այլն, եւ մենք բայց նախ սկսենք նրանից Արփինեն մի հատ բան ասեց պատերազմից հետո դա հենց այնպես չէ, եթե մենք տեսնենք եւ սոցիալական ցանցերում եւ երբեմն նաեւ որոշակի մամուլում մենք հստակ մի հատ բան ենք տեսնում, որը ճնշում է երիտասարդությանը, ընդհանուր ասма կա հաղթող սերունդ եւ կա պարտված սերունդ։ Այսինքն երիտասարդությունը իրան զգում է այդ պարտված սերունդի մեջ։ Այսինքն ինքը նաեւ մտածում է, որ ինքը պարտված, ինքը անելիք չունի, այսպես ասած, այսինքն այ հայրերը, պապերը հաղթել են, ինքը պարտվել է։ Դա մի հոսանք է, որը որ երիտասարդությանը пассивացնում է, այսինքն հոգեբանորեն ինքը, այդ որ ասում են ապաթիա, այդ ապաթիան ինչ որ պատճառներից է գալի, այսինքն մի պատճառներից մեկը դա է, եւ մյուսը ի վերջո ընտրությանը մասնակցել է, դա եւս քաղաքական ակտիվություն է, այսինքն մինիմալ քաղաքական ակտիվությունն է, ընտրությունից ավելին դա որոշակի քաղաքական ուժին համակրելն է, մի քիչ ավելը դա աջակցելն է, մի քիչ ավելը դա անդամակցելն է, այսինքն գնում ենք եւ մենք պետք է խոսենք երիտասարդության пассив նաեւ քաղաքականությանը մասնակցելուց, այսինքն նաեւ ընտրական գործընթացի քաղաքական գործընթացի մեջ դիտարկենք նաեւ ընտրության մասնակցելը, որովհետեւ ի վերջո նաեւ կա մեծ անվստահություն ընդհանրապես քաղաքական գործընթացների, քաղաքական ուժերի նկատմամբ, որովհետեւ տասնամյակներ շարունակ մարդիկ տեսել են ոնց են երիտասարդները, որոշ երիտասարդներ, ոչ արժանինքներ շատ ունեցող քաղաքական առումով, քաղաքական մտքի առումով, տասով շիկություն եւ այլն անելով, մեկ էլ տեսել են նույնիսկ գնացել են միգուցե չգիտեմ, ազգային ժողովում են, տեղավորվել եւ ինձ թվում է այդ ոչ գաղափարական քաղաքական գործընթացներն են նաեւ մեծ հիասթափություն հաղորդում երիտասարդությանը, որը բերում է նաեւ նրան, որ քաղաքականությունը այլ մի հատ փուֆ բան է, ավելի լավ է ես ընդհանրապես գործ չունենամ, չգնամ ընտրության եւ երբեմն ասում եմ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այսինքն նույնիսկ ինչ որ sense չասեմ զզվել, բայց մի բան երևույթ, որից ինչքան հեռու մնանք, այնքան ավելի լավ է, տհաճ է, էլի, sense դա մեծ ազդեցություն ունի երիտասարդների քաղաքական пассивության վրա։ Մեկը այդ պարտված սերունդի հանգամանքը, մյուսը այն, որ քաղաքական գործընթացները իրենք հարգի չեն։ Ինձ թվում է մենք նաև մի քիչ ինքնակնդադատաբար նայելով մեր գործունեությանը որպես քաղաքացիական հասարակություն, այստեղ մենք էլ անելիք ունենք շատ, որ խուսափել ենք այս թեմաների շուրջ երկար ժամանակ երիտասարդների, ոչ միայն երիտասարդների, հասարակության տարբեր խմբերի հետ մենք շատ փորձել ենք շեշտը դնել քաղաքացիական մասնակցություն ու կարծես քաղաքական զարգացումները աշխարհաքաղաքական միջազգային հարաբերությունների տեսանկյունից երկրի քաղաքական կուրսի եւ այլնի հետ կապված այս հարցերը թողել ենք քաղաքական վերլուծաբաններին, կուսակցությունների եւ այլն, այն դեպքում, որ լինելով քաղաքացիական որպես ժողովրդավարության արժեքների կրող ու պաշտպանող, մենք պետք է ավելի շատ քաղաքացիների հետ խոսենք, թե ինչպես են քաղաքական գործընթացները, ոչ միայն քաղաքացիական գործընթացները, այլև քաղաքական գործընթացները ձևավորում այն ամենը, ինչ ունենք մեր իրականությունում ու այն ապագան, որ ունենալու ենք ու մեր այդ վախը անընդհատ ասոցացվելու ինչ որ կուսակցությունների հետ, քաղաքական լինելու հետ մեզ շատ կաշկանդել է ու կարծում եմ այս տեսանկյունից մենք հետագայում էլ շատ մեծ անելիք ունենք, որ
չկաշկանդվենք, չվախենանք խոսել քաղաքական գործընթացների, քաղաքական դերակատարների մասին ու դա բացարձակապես չի նշանակում, որ դու դառնում ես կուսակցական ինչ-որ գծի կրող, դու հակառակը դու արժեքների ելնելով ես դա անում ու արժեքների պաշտպանության դիրքից ես դա անում ու տեղից է քո լեգիտիմությունը գալիս։ Այնպես որ ինձ թվում է իմ համար նաև կարևոր է, որ մենք մեր նաև ինքներս մեզ նայենք ու հասկանանք ինչքանով մենք էլ պետք է այդ process-ների մասին խոսենք։ Կարևոր է, որ մենք որպես ակտիվ քաղաքացիներ, քաղաքացիական հասարակություն թեկուզ եւ այս մնացած ժամանակահատվածում, այս մեկ ամսվա ընթացքում գոնե ազգային ժողովի ընտրությունների համար, բայց նաև դեռ ունենք տեղական ընտրություններ, այսինքն այդ առումով էլ ժամանակ կա, լինենք այն դերակատարը, որ կփորձի այդ առողջ բանավեճի միջավայրը ապահովել, այն ինչ որ դու ամենասկզբում նշեցիր, հա, որ այդ այն դիսկուրսը, որ հիմա կա, թույլ չի տալիս, ինքը սև ու սպիտակ է դարձնում, ծայրահեղականացնում է ու թույլ չի տալիս առողջ բանավեճ, երբ որ չկա առողջ բանավեճ, շատ խմբեր, մարդկանց խմբեր, սեգմենտներ հասարակության, ովքեր որ զգուշանում են քաղաքականությունից, իրանք չեն գա ու մասնակցեն այդ քննարկումներին։ Դրա համար մի ոնց որ ուղղությունը, որ ես պատկերացնում եմ, մենք պետքա շատ կարևորենք, այդ քննարկումները խթանելն է հասարակության տարբեր հատվածներում, տարբեր միջավայրերում, ոչ ֆորմալ զրույցներ, անկեղծ ու բաց զրույցներ, առանց իրար պիտակավորելու, ինչ որ կողմի աջակից անվանելու, այլ իրականում լսելու մարդկանց մտահոգությունները, վախերը, հասկանալ թե ինչի հետ գործ ունենք, ինչն ենք կարևորում, ինչպիսի երկիր ենք ուզում ունենանք ու ինչ քաղաքական դերակատարներ կան, ով ինչ է առաջարկում եւ այլն եւ այլն։ Այս առողջ բանավեճի մշակույթը պետքա պահպանել ատամներով, որովհետեւ մեր ժողովրդավարության ապագայի համար ինքը ամենակարևոր բաներից մեկն է։ Ընտրություններին Հայկ ջան ճիշտ նշեցիք, բան չի մնացել։ Ես մի փոքր ավելի սկեպտիկ եմ այս առումով, նման կարճ ժամանակահատվածում խորքային մեծ փոփոխություններ չեն կարող ապահովել։ Երկարաժամկետ առումով բոլորը համենայն դեպս քաղաքացիական ոլորտում աշխատող կազմակերպությունները, անհատները պետք է մտածեն եւ գործողություններ իրականացնեն հանրային իրազեկվածության ժողովրդավարական արժեքների նկատմամբ, ժողովրդավար զարգացման Հայաստանի ժողովրդավար զարգացման հեռանկարի նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու, թիրախավոր խոսույթների ձեռք բերելու համար մեծ հաշվով սա ինֆորմացիոն դիմակայունությունն է, ինչ որ ասում ենք, բայց սա ապագայի եւ ավելի խորքային աշխատանքների եւ հատկապես իրազեկման եւ face to face, հա, դեմարտեմ խոսակցությունների տիրույթում արվող աշխատանքներին, իսկ ինչ կարող ենք անել այս ընտրությունների նախաշեմին առնվազն, շատ լրիվ համաձայն եմ, որ պետք է ընտրությունների որպես ժողովրդավարության կարևոր ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնումն է։ Ես կարծում եմ, որ մասնակցությունը անկախ դրա արդյունքներից խիստ կարևոր է։ Մասնակցությամբ սկսում է քաղաքացիական դիրքորոշումը, այդ ապացիկ տրամադրությունները, ես գործընթացներից դուրս եմ, քաղաքականությունը ինձ չի հետաքրքրում, սրանք ոչ միտեղ տանող են իմ կարծիքով հատկապես Հայաստանի համար, Հայաստանի նման երկրի համար, որը բավականին բարդ աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական գործընթացներով է անցնում, այս փուլում քաղաքացիական կողմնորոշվածությունը մեզ համար առանցքային է ու կարևոր է։ Առաջինը ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնումը եւ երկրորդը, որ ես շատ եմ կարևորում, քաղաքական խոստումների ու խորհուրդ եմ տալի գոնե այն երիտասարդների հետ աշխատում եմ, լսեք բոլոր քաղաքական ուժերին, շատ ուշադիր լսեք եւ փորձեք այն քաղաքական խոստումներում, որ կհնչեն, տեսնել ձեզ ուղղված հասցեական ծրագրեր։ Շատ կարևոր է հողին կպած առաջարկների ու կողմնորոշված ընտրությունը, որտեղ բոլոր ընտրություններում, այս ընտրություններում հատկապես լինելու են ճառեր, կենացներ, անպակորփոր հայտարարություններ, որոնք հողին կպած չեն, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն, կապնելու են մարդկանց էմոցիաներին եւ այլն։ Սա այն ամենամինիմալ խորհուրդն է, որ տալիս եմ եւ զարմանալի է, բայց երբ ես խորհուրդ տալիս ես, մարդկանց մեծ մասը ինչ-որ ոնց որ նոր աշխարհամաս բացահայտես էլի, հա էլի կարող ենք մեզ տեսնել, մեզ ուղղված ծրագրեր կա, թե չէ, նույն երիտասարդները կանայք, երբ կգնան ընտրություն կանան, արդյոք այդ ծրագրերում կտեսնեն իրենց եւ իրենց ուղղված առաջարկներ։
Ես ուզում եմ խոսքս ուղղել հենց կանանց, սիրելի կանայք, հարգելի կանայք, մի վախեցեք սխալվելուց, այո, հետևողական եղեք բոլոր ծրագրերին, մեկ ուժին մի նայեք, մի լսեք, հետևեք տարբեր ուժերի եւ կատարեք ձեր ընտրությունը ձեր իսկ որոշմամբ եւ այո, եթե անգամ սխալվեք, իմացեք, որ դուք ձեր ընտրությունն եք արել, հաջորդ անգամ չեք սխալվի։ Մենք շատ հաճախ անտարբեր ենք դառնում, որովհետև մեկ անգամ ինչ-որ սխալ փորձառություն ենք ունենում, ու դա կարող է մեզ հետ պահել, ոչ շարունակեք ձեր կատարել ձեր քաղաքացիական։ Բայց կանայք են վախենում սխալվելուց շատ հաճախ։ Տղամարդիկ։ Դրա համար անպայման մասնակցեք ընտրություններին, ճիշտ է, դա ձեր որոշումն է, բայց ամեն դեպքում կարևոր է, որ դուք այդ քայլը անեք եւ թեկուզ հենց ձեր համար կառուցեք այն իրականությունը, որը դուք եք ուզում տեսնել, որում դուք ուզում եք ապրել։ Այո, թեկուզ տխուր ենք խոսում, բայց կա մի ոլորտ, որտեղ որ կարծես թե մենք տեսել ենք շատ ակտիվ ոչ անտարբեր երիտասարդներին եւ այդ թվում կանանց, դա շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտն է։ Մենք տեսնում ենք երիտասարդների, կանանց, որոնք պայքարում են իրենց գյուղերում, համայնքներում, իրենց սարն են պաշտպանում, հողն են պաշտպանում, երևում երբեմն դիմակայում են շատ ծանր ճնշումների, տարբեր տեսակի ճնշումների, հա, այսպես ասած։ Եվ ինչ ասած, այսինքն եթե մարդիկ մի բանի հավատում են, իրենք անտարբեր չեն։ Ինչ որ բան իրենց համար կարևոր է, անտարբեր չէ։ Այսինքն այն որ ասացիք մենք ունենք անելիք, այո, մի ամիսը քիչ ժամանակ է, բնականաբար, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է այդ գաղափարական հենքը ստեղծենք, էլի, այսինքն որպեսզի մարդիկ իսկապես տեսնեն, որ քաղաքականությունը դա միայն ինչ որ կուսակցություններ չեն, քաղաքականությունը դա ավելի լուրջ բան է, նույնիսկ ասենք քաղաքական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է որ այդ գաղափարական հանրույթը լինի, հա, որ մարդիկ կարողանան իրար հետ գործել եւ այստեղ մտածում եմ, որ հա, օրինակ բնապահպանական շարժումները Հայաստանում եւս լիքը շատ անելիքներ ունեն եւ կարող են փոխել, որովհետեւ միշտ էլ բնապահպանական շարժումները եղել են թե սոցիալական արդարության եւ թե ժողովրդավարության արժեքների եւ պաշտպանը եւ կրողը եւ տարածողը։ Այս լավ նոտայի վրա եկեք ավարտենք, շատ մերսի այս դրույթի համար։ Մենք շարունակելու ենք առաջկա ժամանակահատվածում նախընտրական շրջանում ելի մեր մատը պահել նախընտրական այս դիսկուրսների, քննարկումների պուլսի վրա ու քննարկել տարբեր տեսանկյուններից, այնպես մեզ շարունակեք հետևել։ Այո, շնորհակալություն, հետևեք մեզ քաղաքացու ձայնը մեդիա հարթակի YouTube-յան ալիքում, Facebook-յան էջում, cvmedia.am կայքում եւ մի մոռացեք բաժանորդագրվել, կհանդիպենք շուտով։ Մեկը ինչքանով է հետո քաղաքացին իրոք ազատ ընտրություն ոնց դու նշեցիր, այսինքն դիմակայունության թույլատման գրեթե ազգային անվտանգության խնդիր է, բավականին մանիպուլատիվ։ Թե որքան մեր իրավիճակում adekvat ավելի մտածված ընտրություն անելը բավականին դժվար է։